Տիկին Վարդանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի քանի հարց ունենք վերջին օրերին իշխանություն եկեղեցի հարաբերություններում նկատվող լարվածության վերաբերյալ։ Ձեր ընդդիմադիր գործընկերները ձեզ մեղադրում են նրանում, թե ինչու հիմա որոշեց Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել եկեղեցու հետ կապված խնդիրների մասին, մասնավորապես այնպիսի մի նուրբ թեմա արծարծել, ինչպես օրինակ ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության ուխտը խախտելու թեման է։ Դուք տեղյակ եք այս առճակատման հիմքերը որտեղից են գալիս, դա ունի նախապատմություն եւ ինչու հենց եկողոտ դրություններից 1 տարի առաջ, մի քանի ամիս առաջ որոշվեց նման նուրբ թեմա դնել շրջանառության մեջ։ Նախ պետք է ասեմ, որ ես չէի կապի դա ընտրությունների հետ եւ առավել եւս ձևակերպումը որպես իշխանություն եւ եկեղեցի առճակատում չէի ձևակերպի, որովհետեւ խնդիրը հայ առաքելական եկեղեցու հետ չէ, խնդիրը կոնկրետ հոգեվորականների, որոշ հոգեվորականների վարքագծի եւ ոչ թափանցիկ գործելակերպի մասին է խոսքը եւ այո, ընդհանուր առմամբ եկեղեցին պատկանում է, ես ինքս էլ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ կարծում եմ, որ եկեղեցին պատկանում է բնականաբար ժողովրդին եւ պետք է ծառայի ժողովրդին եւ չի կարող անթափանց եւ ստվերային գործունեություն ծավալվի եւ այստեղ հարցը կոնկրետ ձեր բարձրացրած հարցը իր նրբության առումով չէ, որ պետք է քննարկվի, այլ զուտ հենց թափանցիկության։ Այսինքն չէ, որ մարդիկ որևէ ինստիտուտի, այդ թվում, եթե այդ ինստիտուտը հոգևոր կառույց է, որոշ կանոնների պետք է հետևեն եւ պետք է հաշվետու լինեն ժողովրդի առջեւ։ Ձեր ընդդիմադիր գործընկերներից տիկին Քրիստինե Վարդանյանը քիչ առաջ հայտարարեց, որ սինխրոնացված են Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, Փաշիզադե եւ Փաշինյան ազգանունները կողքի դրեց եւ ասաց, որ եկեղեցին քանի որ վերջին շրջանում ակտիվորեն ներգրավվել է Արցախահայության խնդիրների բարձրաձայնման հարցերում եւ խորհրդաժողով էր հրավիրել եվրոպական երկրներից մեկում, ուստի իշխանությունը որոշեց դեմ դուրս գալ եկեղեցու այդ ակտիվությանը եւ այս գրահիկ արշավը եկեղեցու դեմ նաեւ Ադրբեջանի թելադրանքով է։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։ Դրան ասվածում տրամաբանություն կա։ Այսպես ասեմ, մարդը իր ուրույն մեկնաբանություն ունի հարցի շուրջ եւ այո, երևի թե հաշվի առնելով թե իրենց իշխանության ժամանակ որքան ընդունված եւ մշակութային, այսպես ասած, ընդունելի տարբերակ էր անթափանց գործունեությունը եւ անհաշվետվողականությունը ժողովրդի առջեւ, հետեւաբար որևէ կերպ ձևակերպում տալու համար մարդը ուզում է ամենասուր ձևակերպում տալ։ Բայց այստեղ ամենակարևորը հետեւյալն է, որ եթե մենք որևէ կառույց ծառայում է ժողովրդին, իսկ դա այսպես ասած սպասավորների, հոգևոր սպասավորների կառույցն է եւ բնականաբար հոգևոր սպասավորները նույնպես ունեն կանոններ, որոնց պետք է ենթարկվել եւ ըստ դրա շարժվել եւ ծառայել ժողովրդին։ Որևէ մեկը, ինչպես իշխանությունը չի կարող, այսպես ասած, զավթել իշխանությունը, այնպես էլ եկեղեցին, հոգևորականները չեն կարող զավթել եկեղեցին։ Այս ամենակարևորն է, որովհետև եկեղեցին պատկանում է ժողովրդին եւ եթե որևէ մեկը կարծում է, որ ինքը պատասխանատու չպետք է լինի կամ կարող է անհաշվետվողական գործելաոճ ունենալ, ապա դա ընդունելի տարբերակ չի, որովհետև մեր իշխանությունը, երբ եկել է իշխանության մեր քաղաքական ուժը, ասել է, որ մենք թափանցիկության եւ ժողովրդավարության ճանապարհով ենք գնում, ինչը կարծում եմ դա հարաբերությունների ազնիվ եւ շիտակ ձևն է։ Տիկին Վարդան, ըստ ձեզ եկեղեցին զավթված է հոգևորականության կողմից։ Որոշ հոգևորականներ այդպես էլ ընկալում են, որովհետեւ երբ հոգևորականը խոսում է այն մասին, որ ձեր գործը չէ, թե ձևակերպումն է լավ չէ։ Կուսակրոնության թեմայի բարձրաձայնումը այդ թեման քննարկման առարկա դարձնելը աշխարհիկ իշխանության գործը չէ։ Այսինքն որևէ ինստիտուտի ներկայացուցիչ, ում առաքելությունն է որպես սպասավոր, ծառայել, այլ ոչ թե տիրել ինստիտուտին, այդ ընկալումները չունի եւ կարծում եմ, որ փակ դռների հետևում ամեն ինչ կարելի է եւ հնարավոր է եւ այս պարագայում բնականաբար հարց է ծագում, ինչ է կարելի փակ դռների հետևում։
եւ բոլոր տեսակի հարցերն են այստեղ արդեն ծագում։ Ինչպես է վարվում եկեղեցին գույքի հետ, ինչպես է վարվում սրա հետ, նրա հետ, արդյոք այդ անթափանցիկ գործելավոճը բոլոր շերտերում է առկա եւ դա եթե ընդունելի սկզբունք է, ապա այո, ինչու ոչ, կարող է ընդունելի լինել նաեւ մնացած ոլորտներում։ Շատ լավ, ես հիշում եմ նախորդ տարի, երբ որ Սրբազան շարժումը իր տարերքի մեջ էր, ազգային ժողովում քննարկում ընթացավ, եթե չեմ սխալվում, հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու եւ եկեղեցուն հարկային դաշտ բերելու հետ կապված խնդրում եմ իրազեկեք, ինչ ընթացքում են համապատասխան օրենսգրական փոփոխությունները։ Շնորհակալ եմ այս հարցի համար, որովհետեւ այս հարցը այն ժամանակ էլ էր հնչում, որ Սրբազան շարժման հետ էին կապում, բայց ես նշել էի, որ այս թեմայով մինչ այս էլ եղել են եւ քննարկումներ եւ այլն եւ հենց ամբողջ իմաստը էլի նորից հաշվետվողական եւ թափանցիկ գործելավոճի մասին է խոսքը։ Նախագծի վրա ես դեռ աշխատում եմ, որովհետեւ որոշ տվյալներ կան ճշտելու, տվյալները շատ են, քանի որ ցանկը շատ էր եւ հետեւաբար ինքը դեռ աշխատանքային process-ի մեջ է, այսպես ասեմ։ Մասնավորապես որ ոլորտին վերաբերող ես այն ժամանակ էլ եմ նշել, դա կան, որոնք խութեր չկան։ Ես անցած տարի երբ սկսել էի գործունեություն, այսինքն վերհանեցի այդ ցանկը գույքերի, որոնք եկեղեցին ունի եւ այդտեղ պետք է առանձնացվեին բոլոր այն կառույցները, որոնք որ հենց կրոնական նպատակին են ծառայում եւ արդեն են մնացած գույքերը, որոնք չգիտեմ առևտրային նպատակ ունեն կամ բնակելու ուղղակի գային նորմալ հարկային դաշտ, բայց սակայն որ ցանկը մեծ է, հետեւաբար դրա մասով դեռ աշխատանք է տարվում։ Շատ լավ, մի հարց էլ Տիկին Վարդանյան, երբ որ Սրբազան շարժման լիդերը Բագրատ Գալստանյանը կամ որևէ X հոգևորական իշխանության հասցեին կոշտ ոչ նորմատիվային, ոչ կոռեկտ բառապաշարով գրառում է կատարում կամ կոչ է անում, կամ հենց թեկուզ ամենայն հայոց կաթողիկոսը, երբ որ հայրաբար հորդորում էր կատարել իր անժամանցելի ցանկությունը, հորդորը հրաժարական տալ, դա նորմալ է ընկալվում հանրության եւ ընդդիմության կողմից, բայց երբ որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հոտի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը որդիական նախանձախնդրությամբ կամ սրտացավությամբ բարձրացնում է եկեղեցուն վերաբերող հարցեր, դա այդքան էլ նորմալ չի ընկալում եւ ինչպիսի արձագանքի արժանանում տեսանք։ Այս դիսոնանսը ըստ ձեզ ինչպես պետք է կարգավորվի։ Ես չեմ կարծում, որ այստեղ նման իրավիճակ գոյություն ունի, որովհետև ես կարծում եմ եկեղեցու հեղինակազրկումը նոր չի որ եղել է, դա շատ ավելի վաղ սկիզբ եւ պատմություն ունի, քան մեր նույնիսկ իշխանության գալը եւ ամբողջ ոգին, այսպես ասած, իրական Հայաստանը ճանաչելու եւ ամեն ինչ շիտակ տեսնելու այս ամբողջ գաղափարախոսական մասով բնականաբար գալու էր այն պահը, երբ եկեղեցու հեղինակազրկումը չէր վայել լինելու իրավիճակին եւ կարծում եմ, որ հոգեբորականները իրենք, ովքեր որ հիրավի ծառայում են որպես սպասավորներ եւ հայ առաքելական եկեղեցու սպասավորներ ծառայում են մեր նաեւ ժողովրդին եւ Աստծո կողմից, այսպես ասած, իրենց ծառայությունն են մատուցում, կարծում եմ իրենք պետք է մտածեն եւ հասկանան, որ ժամանակն է, որպեսզի եկեղեցին իր հեղինակությունը ետ վերադարձնի իրեն եւ չի կարող մի քանի հոգի, ովքեր չեն ընկալել իրենց առաքելությունը եւ ըստ իրենց առաքելության կոչված չեն գործում, կարողանան նման հեղինակազրկում ապահովել եկեղեցուն եւ նաեւ նման որակի եւ ոչի խոսակցություն ծավալել։ Իսկ հեղինակության վերականգնումն ըստ ձեզ ինչպես պետք է տեղի ունենա մի շարք հոգևորականների կարգալույց հռչակվելով, չգիտեմ, այդպիսի կանոնադրական նորմ կա թե ոչ հրաժարական ներկայացնելով, թե ինչպես, գուցե դուք այլընտրանքային տարբերակ առաջարկեք հեղինակության վերականգնման։ Ասում են, որ սոցիալ հարցումների Հայաստանում հանրության շրջանում ամենաբարձր հեղինակություն վայելող կառույցը դա եկեղեցին է։ Եկեղեցին է, բայց ոչ որոշ հոգևորականներ։ Ես խնդրում եմ, երբ մենք ասում ենք եկեղեցի, մենք կարողանանք հստակ տարանջատել կառույցը եւ հոգևորականության եւ այն ծառայողներին, ովքեր վարվում են այնպես, ինչպես վարվում են, որը ըստ իս անթույլատրելի է։ Հեղինակության վերականգնման հետ կապված գուցե
Ես կարծում եմ, որ հոգևորականները իրենք, ես ընդհանուր մարդկանց մասին եմ խոսում, այն հոգևորականները, ովքեր իսկապես ծառայում են որպես հոգևորական, ես կարծում եմ իրենք պետք է մտածեն ինչպես պետք է վարվեն այս իրավիճակի հետ, որովհետև այն ինչ ես տեսնում եմ համացանցերում, այսինքն մարդիկ այդ հոգևորականները, ում մասին ես նշում եմ մի քանիսն են, ովքեր տենց շատ ակտիվ բլոգերյան կարգավիճակով հանդես են գալիս, իմ տպավորությամբ դա բացարձակ այն հոգևորականները չեն, ովքեր իմ եկեղեցու սպասավորներն են եւ կարող են առնվազն այդ կապը հանդիսանալ իմ եւ Աստծո միջև։ Թերևս վերջին հարցը, օրինակ տեսակետ է հնչում, որ եկեղեցին եթե ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ապա կարող է զբաղվել քաղաքականությամբ, միայն թե պետք է հրաժարվի վեղարից եւ քաղաքականությամբ չզբաղվի վեղարի ներքո։ Դուք կողմ եք, որ եկեղեցին իսկապես մտնի քաղաքականություն եւ գուցե համապատասխան օրենսդրական կարգավորումներով այդ մուտքը քաղաքականություն կանոնակարգվի։ Դե կարծում եմ վեղարից հրաժարվելով այլևս դա եկեղեցին չի, հետևաբար եւ հոգեվոր սպասավորը չի, հետևաբար որևէ անձ Հայաստանի Հանրապետությունում կարող է զբաղվել քաղաքականությամբ, բայց երբ կառույցը ինքը մտնում է եւ սկսում է, դուք պատկերացնում եք, եթե որևէ այլ ինստիտուտ, չգիտեմ, դա լինի, չգիտեմ, Պաշտպանության նախարարությունը որոշեր ասել, որ գիտեք, այն ինչ կատարվում է Պաշտպանության նախարարության ներսում, որևէ մեկի գործը չի։ Ինչա դա նշանակում, որքանով դա կամ որևէ այլ կառույց, ասել որևէ մեկի գործը չի, ինչա կատարվում, ինչ բյուջե են տնօրինում, ինչպես Պաշտպանության նախարարությունը, իսկ իրենք ասում են, որ մենք պետությունից անջատ ենք եւ ինքնիրավ մարմին ենք։ Ինքնիրավ մարմին են որտեղ։ Պետության ներսում։ Շատ լավ, այդ դեպքում այս պետության ներսում գործում են այս պետության օրենքները։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։